Multigrand ռեստորանի եւ հյուրանոցի աշխատակիցները ամեն օր հազարավոր զանգեր են ստանում եւ լսում հարցեր, որոնց պատասխանը չունեն։ Ինչ անեն այն քաղաքացիները, որոնք նախապես միջոցառումներ կամ հյուրանոցի համարներ են ամրագրել ու իրենց կամքից անկախ հայտնվել անախորժ վիճակում։ Մեկ շաբաթից ավելի է ոչ ռեստորանն է աշխատում, ոչ հյուրանոցը։ Մեր անձնակազմը անորոշ վիճակում են, իրենց տանը սպասում են, հաճախորդները անհանգստացած, վրդովված, ովքեր որ ունեն միջոցառումներ եւ ընթացիկ ամսում եւ մինչեւ մյուս տարի ընդհուպ, մարդիկ ուղակի ունեն մոտակա օրերին մեր մոտ գրանցված հարսանիք, զանգ են տալիս, ասում են ինչ անենք, մենք ամսի 18-ին, դրանից հաջորդող ամսաթվերին չգիտեն իրանք, նույնիսկ իրանց տեխնիկական, դիզայներական բոլոր պայմանավորվածությունները համապատասխանեցրած մեր սրահի հետ։ Դա կարճ ժամանակում 3-4 օրում փոխել ուրիշ ռեստորան գնալ գտնել արդյոք կա տենց ազատ սրահ այս սեզոնին, ամառային սեզոնին, կարծում եմ որ շատ դժվար կլինի, արդյունքում այդ հաճախորդն է շատ վատ իրավիճակում լինում, ունեն շատ հյուրեր, ովքեր որ 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, պիտի գան, հիմա իրանք ուղղակի սենց անճար ձևով սպասում են, չգիտենք ինչ պետք է լինի։ Զբոսաշրջային սեզոնի պիկին հյուրանոցի փակումն արդեն լուրջ հարված է հասցրել Հայաստանի իմիջին, իսկ փակման պահին հյուրանոցում եղած տուրիստները սթրեսի են ենթարկվել, պատմեցին աշխատակիցները։ Տագնապած մարդկանց դուրս ենք հանել, որոնք նախաճաշի ժամ ա եղել, մտել են ռեստորանում բոլորին քշելով շատ բիրտ ու կոպիտ ձևով մարդկանց դուրս են հանել։ Իրականում հյուրեր կային, որոնց բացատրեցինք ու մարդիկ շատ նորմալ ընդունեցին, մարդիկ էլ կային, որ չէ, կոմպենսացիա են ուզում։ Աշխատողների խուճապը, որ զանգահարում են, որ դիմակավորված մարդիկ ներս են մտնում հյուրանոց, որտեղ կան հյուրեր, մեզ մոտ հարսանիք էր, գեղեցիկ հարսանիքի արարողություններ աշխարհի տարբեր տեղերից հյուրեր էին եկել, այդ վախի մթնոլորտը, որ սփռել էին ամբողջ հյուրանոցում ու դատարկել են հյուրանոցը, անհիմն պատճառով։ Միայն հուլիսի համար պլանավորված էր 60-ից ավելի խմբի այց, 1 տարի առաջ պլանավորվել է Բաչատա ֆեստիվալ, որը միայն Հայաստան պետք է բերեր 200-ից ավելի արտերկրյա հյուրեր, հիմա բոլորը չեղարկվել են։ Խմբերի մի մասին փորձել ենք տեղավորել մեր գործընկեր պարտներների մոտ, բայց այսպես իրականում անհնար է աշխատել, որովհետև մինչև տարեվերջ լիքը պլանավորած խմբեր ունենք, միջոցառումներ ունենք, հարսանիքներ ունենք, կոնֆերանսներ ունենք։ Multigrand փարավոն հյուրանոցը լինելով տարածաշրջանի Հայաստանի լավագույն 5 աստղանի հյուրանոցներից մեկը հիմնականում աշխատում է օտարերկրյա մարկետների հետ, այդ թվում Ռուսաստան, Պարսկաստան, Իսրայել, Չինաստան, Կորեա, ասիական մարկետները։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում։ Իհարկե պարտներները շատ զարմացած են, մեզ շատ սիրում են, իրենց շատ հարմար է մեզ հետ համագործակցել, հասկանում են ինչ է կատարվում իրականում։ Աշխատող ժողովրդին չի կարելի այսպես սթրեսի ենթարկել ու հարկադիր պարապուր դիմատնել, ասում էին ակցիայի մասնակիցները։ Մեկը հիվանդ ծնող է պահում, մյուսը զինվոր ունի, վարկեր, պարտքեր ու պարտավորություններ եւ եկամտի միայն 1 աղբյուր, որից զրկված են արդեն ավելի քան 1 շաբաթ։ Ինչ է նշանակում 2 շաբթի օրը գալ աշխատանքի եւ տեսնել դարպասները փակ։ Խնդրում եւ պահանջում ենք նախ մեր սեփականատիրոջ հանդեպ անարդարությանը վերջ տան, որովհետեւ այս բոլոր աշխատողները տարիներ շարունակ այդ հացամանից հաց են կերել։ Ի տարբերություն մեր վարչապետի, մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց, որոնք զինվոր ունեն, որոնք թոշակառու ունեն, որոնք հիվանդ են, որոնք, չգիտեմ, օրվա հացի վաստակով առաջնորդող ապրող մարդիկ են, այսօր անգործ սպասում են, թե մեր պարոն վարչապետը երբ պիտի իր քմահաճիկը վերջացնի եւ վերջապես ասի, որ գիտեք ինչ կա, ես սխալվել եմ, էլի դուք մեղավոր եք։ Կբացենք այդ լենտերը, կգնանք աշխատանքի 100 աշխատողով, 100 եւ ավել աշխատողով եւ կբերենք մեր ընտանիքի անդամներին, մեր թոշակառուներին, մեր հիվանդներին, կնստենք ստեղ, թող մեր պարոն վարչապետը գա մեր հարցերը լուծի։ Մի օր եկել է մեր մատից փուշ հանել, ժողովուրդ ջան, Հոմենակ ասելով չի։ Հայաստանում ոչ մի աշխատանքի տեղ չկա, աշխատում ԱՊՆ դպրոցները, որը, ասենք, մենք ավարտած չենք, որ կարողանանք ինչ-որ ուսուցչի աշխատենք, այսօրվա օրով
Ես ինքս այն տարիքում չեմ, որ ինձ այստեղ խանութներում կամ ինչ-որ միտեղ գործ կտան։ Մոտիկ բնակվում էին, գալիս էին գործի։ Ու շատ գոհ ենք պարոն Ծառուկյանից իր ներդրումների համար եւ այսինքն այդ ես չպետք է ասեմ։ Ամբողջ Հայաստանում տարբեր տեղեր հենց պարոն Ծառուկյանի բացած աշխատատեղերն են, որ մարդիկ աշխատում են։ Հուսով ենք ցեմենտի գործանիրման մերն էլ կբացվի շուտ։ Տանը ունեմ հաշվանդամ մայր, որ չի կարողանում քայլի։ Ես հիմա իր թոշակով ես չեմ կարա ապրեմ։ 50,000 թոշակով ես կարամ իմ ծնողի դեղերը առնեմ, ասում են դեղերը անվճար է, դա սուտ է։ Ես ինքս գնում եմ հիվանդանոց, դեղերը չեմ ստանում, մեծամասնությունը անվճար։ Գնում եմ այդ դեղերը։ Ես հիմա 50,000-ով ապրեմ, ես ինքս զինվորի մայրել եմ։ Ես ոնց ապրեմ, ասեք, ես մնացել եմ առանց գործ, ասենց ինչքան կարելի է շարունակվել։ Օրվա հացից կտրել պետք չի։ Մուրցիգրանտի աշխատակիցներն ասացին, որ եթե մինչև չորեքշաբթի կապարակնիկները չհանվեն եւ իրենց աշխատանքը չվերականգնվի, իրենք գալու են եւ մտնեն աշխատավայր, շրջանցելով խոչընդոտները։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։